Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հնչում են հույսի և կյանքի շարունակականության հնչյունները։ Դահլիճում են ծնվել եմ Արցախում կրթական ծրագրի 23 պատանիներ։ Սա նրանց առաջին համերգն է ծրագրի մեկնարկից մի քանի ամիս անց։ Նրանք չեն նվագում, նրանք պատմում են իրենց պատմությունը, որը սկսվել է Արցախից և շարունակվում է Հայաստանում։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է։ Մենք ունենք 23 շատ տաղանդավոր երեխաներ, որոնք որ ունեն ցանկություն ապրել երաժշտությամբ, որոնք որ ծնվել են Արցախում, որոնք որ իրենց պատմությունը ուզում են աշխարհին պատմեն, իսկ իրենց տաղանդը դա այն բացառիկ գործիքն է իրենց համար, մեր համար նաև, որ իրենց պատմությունը լսելի դարձնեն։ Սերգեյ Սմբատյանի գաղափարը կյանքի է կոչվել 2025 թվականի հունվարից Արվեստ 23 հասարակական կազմակերպության նվիրատուների և գործընկերների աջակցությամբ։ Նրանք հավատում են, որ արվեստը կարող է դառնալ ազգային ինքնության պահպանման հենասյուն։ Այս ծրագրով մենք խթանում ենք այդ մշակութային ժառանգության առաջխաղացումը, նրանց կրթությունը և հավատում ենք, որ հենց իրենց օգնությամբ Արցախի անունը լսելի կլինի երկար տարիներ աշխարհի տարբեր լավագույն բեմերում։ Արամ Խաչատրյանի, Բեթհովենի, Չայկովսկու, Ռախմանինովի ստեղծագործություններով նրանք ոչ միայն երևանյան, այլև համաշխարհային բեմերում հնչեցնում են մեկ միասնական և հստակ ուղերձ՝ ծնվել եմ Արցախում և պատմում եմ Արցախի մասին։ Երաժշտության շնորհիվ կարող ենք ներկայացնել Արցախը, Արցախի մշակույթը, նաև Արցախի ժողովրդին։ Ունեցանք հնարավորություն վերջերս Մոսկվայում փառատոնի մասնակցելու, նվագախմբի կազմում նվագելու և այնտեղ նույնպես ներկայացեցինք Արցախը և ծնվել եմ Արցախում ծրագիրը, որը մեծ հնարավորություն է և մեր և նրա համար, որ ներկայացնենք Արցախը։ Ծնվել եմ Արցախում ծրագիրը ոչ միայն կրթական նախաձեռնություն է, այլև կամուրջ անցյալի և ապագայի միջև։ Այս երաժշտության մեջ է ապրում Արցախը, նոր սերնդի հնչյուններով, նոր հույսի շնչով։